Մարտի 26-ին և 27-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում է արդեն 3-րդ տարին դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթների վերականգնման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության, ինչպես նաև դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով։ Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով։ Մրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ և 10-ից 12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը։ Յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում 5-ից 9-րդ և 10-ից 12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ։ Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ Առաջին օրը մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի մասնակցության հայտ ներկայացրած 12 հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։ Համայնքային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. Առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան համար 3 հիմնական դպրոցի թիմը՝ Ղազարյան Ալեքս, Սարգսյան Գալուստ, Հայրումյան Սառա, Մաթևոսյան Անահիտ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Փիրուզա Խաչատրյան։ Երկրորդ տեղը Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը՝ Հակոբյան Արամ, Սողոմոնյան Գարիկ, Սողոմոնյան Գայանե, Ոսկանյան Սոնա, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գևորգ Գևորգյան։ Երրորդ տեղ Լճաշենի Աշոտեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Հովանեսյան Ջանիկ, Մնացականյան Արման, Միլիտոնյան Մարիետա, Համբարձումյան Լիանա, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբ Կարապետյան։ Մարտի 27-ին մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի մասնակցության հայտ ներկայացրած 13 հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։ Արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. Առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը՝ Թովմասյան Մերի, Ավետիսյան Հեղինե, Խաչատրյան Սամվել, Անդրիկյան Ռազմիկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գևորգ Հայրապետյան։ Երկրորդ տեղ Լճաշենի Աշոտեր Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ Հայրապետյան Վեմիր, Ղազարյան Էրիկ, Հովանեսյան Մանե, Բաբայան Մարի, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հակոբ Կարապետյան։ Երրորդ տեղ Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը՝ Սաղաթելյան Սեդա, Կյուրեղյան Ելենա, Դավթյան Զորիկ, Համբարձումյան Դերենիկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լալա Գրիգորյան։ Արդեն ավանդույթ է դարձել սեղանի թենիսի մրցաշարերը եւ Սևան համայնքը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել։ Այս տարի եւս Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի սեղանի սիրողական թենիսի մրցաշարին ակտիվ մասնակցություն ունեն համայնքի բնակավայրերի եւ բոլոր դպրոցները համայնքի։ Այսպիսի մրցաշարերը ել ավելի են նպաստում մեր սերնդի առողջ ապրելակերպի, սպորտային ոգու բարձրացմանը, ինչպես նաև նպաստում են առողջ մրցակցային պայքարին, ավելի ֆիզիկապես առույգ ակտիվ սերունդ ենք ունենում։ Իրականում ես շատ սրտանցում եմ, որ իրոք թողես Սևանը այդ մարզաձևով մտնի նորից իր տարեքի մեջ։ Այսօր իմ թորնը խաղում ես օրինակ այնց հետերը միջեր վախով եմ սպասում, հանկարծ ասում եմ չտարվի, բայց եթե կտարվի ինչ անեմ, էդի տենց է, մի թող Աստված տա հաջողություն լինի Սևանի սպորտ դպրոցի բոլոր անդամներին։ Սևանի համայնքային փուլում հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և կմասնակցեն երկրորդ մարզային փուլին։ Առաջին տեղը գրաված դպրոցների թիմերին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը նվիրեց նաև սեղանի թենիսի գնդաթիեր գնդակների հետ։ Մրցաշարի անցկացման երկրորդ մարզային փուլը կանցկացվի ապրիլի 1-ից 15-ը Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը ապրիլի 26-ից 27-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված դպրոցների թիմերը։ Երրորդ եզրափակիչ փուլին կարող են մասնակցել երկրորդ մարզային փուլում առաջին տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզերի 38 քաղաքներում և Երևան քաղաքի 10 վարչական շրջաններում, մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին։ Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։
Այսպիսով Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլում Սևանը կներկայացնեն 10-ից 12-րդ դասարաններ, Սևանի ավագ, Լճաշենի եւ Գագարինի միջնակարգ դպրոցների թիմերը, 5-ից 9-րդ դասարաններ, Սևանի համար 3 հիմնական, Դդմաշենի եւ Լճաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամահոր։